Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է, որ արտահերթ նիստի օրակարգում Արծվիկ Մինասյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց չկա։ Ժողովուրդը հայտնում է, Փաշինյանը շարունակում է ճնշում գործադրել իրավապահ կառույցների վրա, պահանջելով ակտիվացնել գործողությունները եկեղեցու դեմ։ Հրապարակ նշում է, որ լրացուցիչ պատիժ է կիրառվում քաղբանտարկյալների նկատմամբ Փաշինյանի անձնական հրահանգով։ Փաստը գրում է, իմպիչմենտի գործընթացը, որին կարելի էր նոր թափ հաղորդել Աջապահյանի թեկնածության առաջադրմամբ, կրկին փակուղի մտավ։ Ժողովուրդը գրում է, Սյունիքում այս օրերին պատրաստվում են դիմավորել Նիկոլ Փաշինյանին։ Փաստը նշում է, որ երկու սցենար կարող է լինել կամ Հայաստանի էլեկտրական ցանցերի սնանկացում եւ էներգետիկ ճգնաժամ կամ սակագների էական բարձրացում։ Հրապարակը փոխանցում է, որ Փաշինյանը խոսել է հարևանների հետ բարեկամության մասին, մինչդեռ կարող էր խոսել Բաքվում դատվող հայ ռազմագերիներից։ Ժողովուրդը տեղեկացնում է, իշխող թիմին փոխանցվել է, որ պետք է խստի վերահսկեն ցանկացած քննադատություն։ Փաստը նշում է, որ Փաշինյանին դեռ ոչինչ չի հաջողվում անել։ Հրապարակի տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանն Էգեան ծովում հանգստանում է։ Ժողովուրդը գրում է, որ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը ստանձնել է Տաշիր պիցցայի գործունեության կասեցման գործընթացը մարդկանց թողնելով անգործ։